ջան, բայց մի քանի հարցի արագ պատասխանեն, դրսում ավելի մանրամասն։ Արդեն բարձ է ինչ գործի շրջանակներում է Արհեստական հնարած գործ է, գործի շրջանակում մեջտեղը որտեղ է, որ ասեք։ Մի քիչ առաջ, մի փոքր առաջ։ Ուրեմն փաստաթղթերին ծանոթացել եմ որևէ քրեակ կարամ պատմեմ։ Այո։ Ծանոթացել ենք փաստաթղթերին, որևէ քրեական գործի հետ ողջամտորեն որևէ աղերս չունի, բոլոր փաստերը, որոնք շարադրված են, չեն նկարագրում որևէ հանցագործություն, չեն համապատասխանում հավաքված հենց քննիչների կողմից կամ դատախազի կողմից հավաքած փաստաթղթերին եւ վերաբերում են 2004 թվականին կատարված մի գործարքի, որը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կառավարության նիստով, որոշմամբ, այդ որոշումը որևէ կերպ չի վիճարկվել եւ այդ գործարքի հետ պարոն Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի, որ առաջ գնալով որպեսզի չդառնա ինչ-որ բան եմ անում, ընտանիքի անդամները նույնպես առնչություն չունեն։ Հետագայում արդեն, երբ որ արդեն եւ պարոն Քոչարյանը պաշտոն չէր զբաղեցնում եւ այլ օբյեկտիվ հանգամանքներ կան, Սեդրակ Քոչարյանը տվյալ ընկերությունում բաժնեմաս է առել, բավականին մեծ գումար վճարելով, մետի նկատի ունեմ այն գումարը, որը համարվեքի համապատասխան մասին, եւ ինչ որ ձևով հետագայում դա փորձում են կապել 2004 թվականի գործարքի հետ։ Այն դեպքում չէ, Արարատ թենիսի մասին չի։ Նախաքննական գաղտնիք չկա, չէ։ Թողնենք ասեմ, տվեք ասեմ, մի բան արեք։ Խոսքը վերաբերվում է մաստեր կլաս թենիսի տարածքի մասին, այդ բանի օրանժի դիմաց է, մաստեր կլասը, որը կորտերի մաս։ Ու թենիսի կորտերը չի, այդ հատվածին է վերաբերվում ըստ էության, մենք մանրամասները կներկայացնենք նիստում, շարունակություն ուրեմն։ Հողի օտարում չի եղել, վարձակալությամբ են հանձնել այդ հատվածը, այդ հատվածի վրա այլ անձ սկսել է կառուցել, ընդ որում իր գումարներով այդ անձը կա, ռեալ է, Հա, Թենիս Ֆեդերացիայի նախագահն է ժամանակ ինչ-որ մի պահից սկսած, երբ որ 2008 թվականի տնտեսական ճգնաժամի արդյունքում որոշակի ֆինանսական խնդիր է ունեցել եւ ինվեստորներ փնտրելու ժամանակ առաջարկ եղել է նաեւ Սեդրակին եւ Սեդրակ Քոչարյանը համապատասխանաբար մասնակցություն ունեցել է այդ գործընթացում։ Ասեք Վահե ջան, ավարտեմ, էլի, ասեք, մի ստապեք։ Համապատասխանաբար այս գործընթացում որևէ կրիմինալ չկա, երբ որ մենք դիտարկենք ակնհայտորեն կեղծված թվերով, եթե հաղորդագրություն տարածել են կամ չէ, ասեն 12 միլիոն դրամով գնել են 1 միլիարդ, չգիտեմ ինչքան, իրականում առուվաճառքի պայմանագիր չկա, վարձակալության մասին է խոսքը, ներդրումային ծրագիր կա, ներդրման ծրագրի արդյունքում պարտավորություններ ստանձնել ներդրողը տվյալ դեպքում Հարությունը Փամբուկչյանը եւ համապատասխանաբար այստեղ որևէ հանցագործության հետ կապված Լևոն Քոչարյանը գնել է, Լևոն Քոչարյանը կապ չունի։ Սեդրակ Քոչարյանը ներողություն գնել է։ Տարածք չի գնել, ներդրում է կատարել ընկերությունում։ Ընկերությունը ոնց որ կար, այսինքն դա խոսքը գնում է արդեն այն ժամանակա 2008-ի ապրիլի 9-ից հետոյի մասին է, հիմա ամսաթի ուղղակի ձեռք Բայց որպես վարձակալ է։ Այդ տարածքը ոնց եղել է, սեփականաշնորհում այդ տարածքի մի մասի եղել է շատ ավելի ուշ, ասենք կարող է, էլի ամսաթիվը չգիտեմ, մեղադրանքի մեջ դրա մասով բան չկա։ Պետական սեփականություն է եղել, օտարվել է վարձակալի, ճիշտ եմ հասկանում։ Չէ, եղել է հող, որը վարձով տվել են, օտարվել է վարձակալի ձևակերպումը, որևէ բան չի նշանակում։ Վահե ջան, մի վարքան։ Թողեք հələ մի հատ լսենք, էլի մինչև վերջ հարց տանք։ Կարակ ասեք պատմեք, եթե ուզում եք, այդ ուրեմն հողի վարձակալի օտարում ձևակերպում գոյություն չի կարող ունենալ։ Կամ վաճառում եմ, կամ վարձակալական հիմունքներով տալիս եմ։ Ասում եմ 2000 այդ չէ, 4-ին եղել է վարձակալություն, Սեդրակ Քոչարյանը ներդրում անելու պահին եղել է վարձակալություն, դրանից հետո ինչ-որ մի պահի, ինչի չունեմ այդ տվյալները, որովհետև առավոտյան եմ ստացել, մեղադրանքի մեջ դա չկա։ Շատ ավելի ուշ հատվածը, հողի մի հատվածը սեփականաշնորհվել է, վճարվել է։ Ուզում եք հարցի, բերեք սենց անեմ, էլի, եկեք դուք պատասխանեք ձեր հարցերին, ես հետո գնամ ներս, էլի ախր հարցը ավարտեմ։ Համայնքի վարձակալության մասին, այս պահին վարձակալության։ Հայաստանի այս պահին հիմա ինչ կարգավիճակ ունի, չգիտեմ, մեղադրանքը կապ չունի, այն ժամանակ վարձակալության պայմանագիրը կնքվել է պետական գույքի կառավարման ինչ էր կոչվում վարչության եւ այդ ընկերության տնօրենի միջև ում սեփականատերը եղել է Հարություն Փամբուկչյանը։ Հիմա մեղադրանք։ Մի վարքյան, բերեք սենց։ Ուրիշ հարց տվեք, հետո Նորբելյան, մեզ հետաքրքիր է այստեղ գիտեք ինչ, որ ինչի են հիմա այս գործը հիշել։
2004-ից անցել է 22 տարի, դուք օրինակ Ինձ եք հարցնում ինչի եք հիշել, Ինչ պահին հիշեցին, Այդ հիմա այդ հարցը ես բարձրաձայնելու եմ ինչի են այս պահին հիշել, որովհետև իրանք կպատմեն դե ուսումնասիրեցինք, եկանք նոր գտանք, ես դա փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ եւ բացառապես այլ դրդապատճառ չեմ տեսնում, մի հատ էլ ուղղակի հիշեցման կարգով հնարավոր բոլոր տարբերակներով աղեմության ժամկետները վաղուց անցել են։ Այսինքն հիմա կներեք վահին է խոստվել։ Սեկտը փակելուց հետո ոնց որ post factum է դատախազի գործը ստեղծել, կարել, Նայեք, հորինել։ հետևյալ նախնդիրը քրեական մեղադրանք չէր կարող առաջադրվել առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության, ինչպես նկատում եք, չկար, որովհետև նոր են բարձրանում այդ համաձայնությունը ստանալու գործընթացին։ Համապատասխանաբար առանց դրա սեկտը չէր կարող փակվել։ Մի վարքան, հիմա սեկտը փակելու գործընթացի հետ կապված հիմա որոշակի գործընթաց ենք նախաձեռնել, հարցումներ ենք արել, պարզաբանումներ ենք պահանջել, դա որ կլինի ամբողջական կտեղեկացնեմ։ Մի հարցի էլ պատասխանում Գագիկ Ծառուկյանի դեպքում էլ այդպես եղավ, հետո ասեցին, որ դա շուտ էր հարուցվել, ստացվում է այս երկու դեպքերը Նայեք, շուտ էր հարուցվելը, հարուցվելու մասին չի, այլ պետք է մեղադրանքը առաջադրվի։ Հիմա գործընկերները դուրս եկան, իրան հարցերը տվեք, ես հիմա ներսից Ես դուրս եմ գալիս, դուրս գամ կպատասխանեմ Հարգելի հետևողներ, մենք այս պահին կլսենք Արամ Վարդևանյան։ Ընկերներ, շատ կարճ տեղեկացնեմ։ Կներեք, շատ Որոշման մասին Շատ լավ, հարգելի գործընկերներ, կարծում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովից որևէ իրավական ակնկալիք ունենալը դա ողջամիտ չէ, դա նույնիսկ միամտություն էլ չէ, չգիտեմ։ Այս կառույցը կարծում եմ իրապես որևէ մի իրավական հենք չի ուզում պահել, ցավում եմ շատ։ Ինչևէ, Դավիթ Ղազենյանի դեպքում երկու միջնորդություններ ներկայացվել, երկուսն էլ բավարարել են, որ տեղեկացնեմ ձեզ, որևէ մի տվյալ չի եղել, նման միջնորդություն տևական ժամանակ չէի հանդիպել, շուրջ 12-13 օր, բացառապես ազատության մեջ գտնվող անձը, ում վերաբերյալ քրեական վարույթի գրեթե բոլոր տվյալները, արդեն կարող եմ դա էլ պնդել, հանրային հասանելիություն ունեին հենց հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հրապարակումը կատարելու միջոցով, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ պետք է բավարարել ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը, արդեն իհարկե դատարանը քննության առարկա կդարձնի այս հարցը։ Երկու միջնորդություններն էլ բավարարել։ Այո, երկու միջնորդություններ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալ, մի հետաքրքիր հանգամանք էլ ասեմ ձեզ։ Խորին արգանքով ցանկացած աշխատանքին, բայց այո, զուտ ուղղակի որ աշխատանքը ընդգծեցիք, դրա համար ուզեցա նշել, մի հետաքրքիր հանգամանք էլ նշեմ, ձեզանից որևէ մեկը կարծես դրանից տեղեկացված չէր, մեղադրանքը վերաբերում է նախապատրաստությանը։ Այո, նախապատրաստություն։ Չգիտեմ, անկեղծորեն չգիտեմ ինչն է, որովհետև մեղադրանքից ընդհանրապես դա հասկանալի չէ, բայց ստացվում է մեղադրանքը նախապատրաստության մասին է, մեղադրանքի բովանդակությունը բացառապես կարելի է համարել քաղաքական նպատակ ունի, բովանդակությունն էլ բացակայում։ Այսինքն ես նման միջնորդություն չէի տեսել։ Ամեն դեպքում գործունեությանս որոշակի փորձը վկայակոչելով կրկին եմ ուզում ասել, ես նման միջնորդություն չէի տեսել, ես չեմ տեսել դեպք, որ անձը հենց քննչականի նախաձեռնությամբ գործի բոլոր հանգամանքները իմանա։ Հիմա լրագրողներից մեկը արդեն վկայակոչում էր գործով առանցքային կարգավիճակ ունեցող անձին։ Դրա մասին գիտեն բոլորը։ Դրա մասին գիտի Ղազենյան, այո, դա է։ Ղազենյան Դավիթը շատ լավ տեղեկացված էր դրա մասին։ Ոչ խոչընդոտել է, ոչ թաքնվել է, ոչ առավել եւս նորանցանք է կատարել։ Մի կարևոր հանգամանք էլ նշեմ, քանի որ միջնորդությունը ներկայացվել էր հեռավոր 2026 թվականի հունիսի 6-ին, այս միջնորդության մեջ օրինակ վկայակոչվում էր, որ դեռ հունիսի 7-ին ընտրություններ են լինելու։ Շատ կարևոր էր դա, ամեն դեպքում կարծում եմ շատ բարձր իրավաբանության նշաձող է սահմանված, իսկ
հերթական անգամ նվաճում է իրավաբանության կործանման նոր նշաձողերը։ Իսկ այս միջնորդության շրջանակներում գործ այսպես էությունը քննվեց, օրինակ Դավիթ Ղազինյանի դեմ ցուցմունք տվող Ոչ մի տվյալ չկար, նույն Ղազինյան Դավիթի վերաբերյալ էլ ոչ մի տվյալ չկար։ Ես մի առիթով դա ասել եմ, հիմա պատկերացրեք, մենք ձեզանից որևէ մեկի հետ առանձին զանգեմ, հեռախոսակապով զրուցենք ու պատմենք, թե քաղաքացիական պայմանագրից ինչ որ մի ներկայացուցիչ, ինչ որ մի գործողություն է անում։ Կասեք հավանականությունը որքան է, որ այդ անձին դրա համար երիկ չի մեղադրանք կառաջադրեն, մի հատ է կալանքի հարց կբարձրացնեն։ 0 է, չէ՞։ Բայց այ Ղազինյան Դավիթի դեպքում ճիշտ հակառակն է։ անդամների հետ կապված ինչ որոշում կայացրեց։ Ինչպես։ Կախված թե ինչ որ մյուսն է, տեղ ասում է Եկեք նույն վարժությունը իրար հետ քիչ հետո անենք, էլի։ Մի հատ այտենց քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչի վերաբերյալ անենք։ Ինչի օրինակ ստացվում է Ղազինյան Դավիթին կյանքում որևէ կերպ չճանաչած մարդը կարա տենց խոսակցություն ունենա ու դա դառնա հերիք չի մեղադրանքի հիմք, որտեվ իդեպ ես չեմ ասում, ես ասում եմ քրեական վարույթ կարող են նախաձեռնել։ Կարող են եղանակի վատ լինելու առթիվ էլ քրեական վարույթ նախաձեռնեն, որտեվ պայմանականորեն մեկը միջամտել է եղանակին։ Բայց հարցը նրանում է, որ դու արդեն մեղադրանք ես առաջադրում, դրա ապացուցման շեմը պետք է լինի բարձր։ Երբ կալանքի միջնորդություն ես ներկայացնում, դրա շեմը պետք է լինի էլ ավելի բարձր։ Մենք խոսում ենք 0 հիմնավորման մասին, բայց այդ բոլոր այդ շեմերի հաղթահարման մասին։ Իդեպ, բայց կրկին ԿԸՀ-ի մասին ենք խոսում, այն նույն ԿԸՀ-ի, որը օրենսգրքով ուղիղ գրված վերաքվեարկության պարտականությունը չի կատարում։ Իդեպ ես նկատել եմ նաև, որ շատ հստակ գնահատականներ նույնիսկ կանխատեսելի աղբյուրներից են գալիս ԿԸՀ գործունեության վերաբերյալ, հետևաբար կարծում եմ այս կառույցին պետք է պարզապես անտեսել։ Մյուս տեխնատուների վերաբերյալ Մյուս տեխնացուի, եկեք այսպես ընդգծեմ, Աշոտ Եղիազարյանի վերաբերյալ այն հետաձգվեց կլինի երեկոյան, այդտեղ էլ որոշ տարօրինակ հանգամանքներ կային, իրադարձություններ կային, օրինակ ես տեղեկացա ուղղակի, որ փաստաբանին թույլ չէին տալիս քրեական վարույթի շրջանակներում ներկայացված այս միջնորդությանը կից նյութերին ծանոթանալ։ Ասում էին չեք կարող ծանոթանալ։ Չիմացանք։ Պարոն Վարդևանյան, թեև ուղիղ չի առնչվում այս գործին, բայց համատեքստին է առնչվում, այսօր կառավարությունը հաղորդագրություն է տարածել Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշման վերաբերյալ հունիսի 16-ի, ասել է, որ Հայաստանի միջնորդությունը արբիտրաժային գործով բավարարվել է վարույթի երկատման մասով, ինչ տեղեկություն ունեք, ինչի մասին է խոսքը։ Առաջին անգամ եմ լսում, ես կարծեցի ուղղակի հերթական անգամ հայտարարում են, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը օրինակ չեն կատարում։ Միգուցե վերստին դա են ուզում արձանագրել, դա էլ գիտենք։ Դրա բացասական հետևանքներն էլ ի վերջո վաղ թե ուշ տեսնելու ենք, ցավով եմ դա ասում։ Երևի թե այսքանը։ այդ վարույթով մենք կհարցակնվել է։ Անկեղծորեն որքանով որ պատկերացնեմ, դա անհնար է, որ չլինեն հարցակնված անձինք։ Դրա շրջանակներում կան նաև ինտենսիվ խափանման միջոց կիրառված անձինք, բայց ոչ կալանքի տեսքով, կարծես մեկ անձի նկատմամբ միգուցե, բայց մնացյալ հանգամանքները եկեք շատ չբացահայտեմ, ուղղակի եւս մեկ անգամ արձանագրեմ, որ Ղազինյան Դավիթի վերաբերել որևէ տվյալ չկա։ Հիմա հաջորդի քայլերը, որոնք պատրաստվում է իրավապահ մարմինները պատրաստվում են դիմել դատարան։ Ես համոզված եմ, որ հենց այս պահին էլ հիմա Ղազինյան Դավիթին երևի ձերբակալելու որոշում պետք է կայացվելուց լինի, կալանքի ներկայացնելու նպատակով մի գաղտնիք էլ բացահայտեմ, Ղազինյան Դավիթը դուրս էր եկել կենտրոնական ընտրական անձնաժողովի նիստի ընթացքում հենց դիրքորոշումը շատ հստակ ներկայացրել, իդեպ ձեր հարցերի վերաբերյալ դուք կխնդրեմ հնարավորության դեպքում միանայիք մեր դիրքորոշմանը, որ դռնբացության կարգով քննվեր այս նիստը։ Մենք քանիցս դա խնդրեցինք։ Դե ախր ճիշտ հասկացեք, իրենք էլ են մարդ ԿՀ անդամները եւ իրենք էլ են գիտակցում իրենց կողմից իրավաբանության ոչնչացումը, հնարավոր է դրա համար էլ իրենց ավելի հարմար են զգում դռն փակության։ Բայց մեր տեղեկություններով մի հոգի կողմ է եղել, չէ՞, պարոն Վարդևանյան։ Այո, դռն փակության կարգով քննությունը վարչարարության եւ վարչական վարույթի հիմունքների մասին օրենքի տրամաբանությամբ պետք է առաջնային նշանակություն տար հենց անձին, որտեղ հենց ինքը Դավիթը Ղազինյան եկավ եւ ներկայացրեց դիրքորոշում, որ ցանկանում է այն քննվի դռն բաց։
Այդ պարագայում ինչ շահ է հետապնդվում դռնփակության Դուք կարգով։ կարծում եք մեզ թույլ կտային, պարոն Վարդևանյան, այս Ինչպես? դեպքում։ Դուք կարծում եք մեզ թույլ կտային, որ մենք մասնակցեինք, հա։ Եթե դռնբացության կարգով, որովհետև ես հասկանում եմ, որ ձեր հարցադրումների մեջ որոշակի տարակուսանքի տարեր կային կամ առնվազն որոշակի փորձ վստահության կանխավարկածով դիտարկել իրավապահների գործունեությունը, բայց վստահ եղեք իրավաբանություն չկա, ցավով եմ ասում։ Առանց տարակուսանքի երկու հարց։ Նախ բոլոր անդամներն են միաբերան մի որոշումները դիպորոշում Դռնփակության կարգով հարցի դեպքում մեկ անդամ դեմ քվեարկեց, մյուս հարցերում անխտիր միաձայն։ Ո՞վ է այդ համարձակ։ Նունե Հովանեսյանը, ԿՀ փոխնախագահ։ Մնացյալ հարցերում բոլորը անխտիր միաձայն։ Իսկ մի բան էլ, պարոն Վարդևանյան, այդ հավաքարը ով աշխատում է երկու Մակրոին։ Մակրոին համ բան ով Ղազիմյանի անունը տվել է։ Ինչ հիմա շարունակում է աշխատել ձեր ընկերությունում, այսինքն ընկերությունում, երբ իր հետ ընդհանրապես խոսել եք, Տեղեկություն անկեղծորեն չունենք, միաժամանակ մի բան էլ կնշեմ, այդ ձեր կողմից նշածը, խոսելը եւ այլն, այդ դրանք եթե գոնե դրա նվազագույն մի երևույթ լիներ, դատախազությունը կկարողանար այսօր ասել, որ անուղղակի տվյալ ունեն, որ խոչընդոտելու ռիսկի հետ ինչ որ առնչություն կա։ Դրանից որևէ մեկը չի եղել, բացառապես պատշաճ վարքագիծ է եղել ու ամենակարևորը այդ ամենն էլ եղել է հանրային ու այդ պայմաններում միևնույնն է, այո, կարծում եմ հարցաքննել են եւ չնայած այդ ամենին, միևնույնն է կենտրոնական ընտրական անձնաժողովը այդ միջնորդությունը բավարարում է խափաման միջոցի հետ կապված։ Մի բան էլ էլի ուզում եմ ընդգծել։ Դուք պատկերացրեք, եթե այդ միջնորդությունը մերժվեր, խափաման միջոցի մասով, նույն դատախազություն ունենալու էր հնարավորություն կիրառելու գրավ բացակայելու արգելք նման խափաման միջոցներ, բայց գերնպատակը կալանքի նշանակություն կամ կարծիք, որ այդ քինը համագործակցել է իրավապահ մարմինների հետ եւ հատուկ ներդրված է։ Ես ցանկացած հնարավոր սցենարը չեմ բացառում, որովհետև այնտեղ եթե դուք ձայնագրությունները, որոնք արդեն իսկ հանրային են շուրջ 2 շաբաթ, որ դա ուշադրություն դարձնեք, կարծես այ ոնց ես հիմա հարցազրույց եմ տալիս, այդ աստիճան ճշգրտությամբ է ձայնային որակը։ Մի քիչ ըստ դրա հետևությունները դուք կարող եք անել։ Ես բոլոր դեպքերում վերջնական դատողություններ չեմ անում, յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածը հարգում եմ, այսքանը ձեզ էլ շնորհակալություն։ Նա այնպեսի բան է ասել դրա հիման վրա է, որ Բացարձակ ծանոթ եք, չէ բացարձակ չի ասել։ Այն ինչ ներկայացվել է այստեղ, պնդումս կատարում եմ, բացարձակ Ղազիմյան Դավիթի հիշեցման կարգով նախապատրաստության վերաբերյալ որևէ մի առնչությունը հաստատող տվյալ չի եղել։ Ես ուղղակի դռնփակ կարգով քննվող նիստի մանրամասներ չներկայացնեմ, բայց ամեն դեպքում հավատացած եղեք այս իմ դիրքորոշումը, որ ներկայացնում եմ, առավել քան համոզիչ է եղել։ Այլ հարց, որ դրա վերաբերյալ վերջում գնահատականը ԿՀ-ի հիշեցման կարգով դե իրենք սևը սպիտակով գրված վերաքվեարկության պարտականությունը չեն ապահովել, էլ ինչի մասին ենք խոսում։ Շնորհակալ եմ, լավ օր ժողովուրդ ջան։ Մեկը քրեական համակարգ